Եթե նույնիսկ Լարսում 6 մետր ձյուն գա, հեղուկ գազն ու բիտումը միևնույն է անխափան կմտնեն Հայաստան։ Ազատության զրույցում համոզմունք հայտնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական նոր համաձայնությանը։ Նախորդին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հեղուկ գազի եւ բիտումի երկաթուղային փոխադրման մասին։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել էր, որ հայաստանյան գործարարներն արդեն իսկ կարող են օգտվել այդ հնարավորությունից։ Լարսը փակվի է, այդ ուղին աշխատում կգա։ Հեղուկ գազն ու բիտումը անխափան միևնույնը կմտնեն Հայաստան։ Վերջին օրերին Հայաստանում հեղուկ գազի շուկայում լուրջ դեֆիցիտ էր առաջացել հենց Լարսի ճանապարհի փակման, ինչպես նաև Իրանում բողոքի զանգվածային ցույցերի հետևանքով։ Հայաստանցի վարորդները ոչ միայն դժվարությամբ էին հեղուկ գազ գտնում, այլև վառելիքի գինը 190 դրամից բարձրացել էր մինչև 300 դրամ, հարուցելով սպառողների դժգոհությունը։ Տաշիրում, Ստեփանավանում, ստեղ էլ մեծ մասում լցակայաններում գազ չկա։ Մի քանի օր արդեն չունենք, առավոտն է մեկ էլ ասել են գազ չկա։ Նախկինում 150, 160, հետո բարձրացավ 200, հիմա 270 է։ Մի զապրավկի մեջ 8000 դրամի տարբերություն է տա։ Համարյա կրկնակի թանկացել է։ Ամեն տարի նույն բանն է, Լարսը փակվում է, հեղուկ գինը թանկանում։ Այժմ, երբ ադրբեջանական կողմի հետ ձեռք է բերվել ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի, ինչպես նաև բիտումի փոխադրման համաձայնություն, էկոնոմիկայի նախարարը համոզված է, Լարսում եթե ճանապարհն անգամ փակվի, այդ ուղին կաշխատի եւ վառելիքը կհասնի Հայաստան։ Հայաստանում չկա խնդիր, որը կապված չի մեր սահմանների փակ լինելու հետ։ Եվ հիմա սա հնարավորություն կտա այդ հեղուկ գազի եւ բիտումի հետ կապված այլընտրանքային ուղի գտնել Եվ ուղի եւ ճանապարհ։ Իսկ դուք ակնկալում եք, որ այս ուղղության, այսինքն Ադրբեջանի տարածքով այդ ներկրումից հետո նաեւ գների որոշակի փոփոխություն կլինի, որտեղ բավական բարձրացել էին գները, օրինակ հեղուկ գազի մասով։ Նպատակը միշտ դա է։ Հնարավորինս անխափանություն ապահովել ապրանքների եւ բնականաբար տրանսպորտային ծախսերի հնարավորինս նվազեցում, հետեւաբար ինքնավերքի իջեցում։ Թե հայկական կողմից ով է բանակցել Բաքվի հետ վերջին համաձայնության շուրջ էկոնոմիկայի նախարարը հրաժարվեց ասել, նշելով, թե բանակցողը եթե հարկ համարի կտեղեկացնի այդ մասին։ Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։ Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական եւ ղազախական ծագման Անցած դեկտեմբերին խորհրդային միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին։ Այս տարվա հունվարին արդեն ներկրվեց եւս 2800 տոննա պրեմիում եւ ռեգուլյար տեսակի ադրբեջանական բենզին, ինչպես նաեւ դիզելային վառելիք։ Ադրբեջանական բենզինի ներկրումից հետո մեկ ամսվա ընթացքում հայաստանյան շուկայում բենզինի գները նվազեցին մինչև 60 դրամով։ Պրեմիում տեսակի բենզինի նվազագույն գինը, այսինքն որ շուկայում հնարավոր է ձեռք բերել, նվազել է 15%-ով եւ նախկին 510 դրամի փոխարեն 1 լիտրի դիմաց այսօր արդեն 430 դրամ է։ Ինչ փոփոխություններ կարձանագրվեն առաջիկայում արդեն Ադրբեջանի տարածքով հեղուկ գազի եւ բիտումի ներկրումից հետո։ Վառելիքի ներկրմամբ զբաղվող ընկերություններն առայժմ կանխատեսումներ չեն անում։ Իշխանական падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Մեգատրեյդ ընկերությունը, որ զբաղվում է վառելիքի ներկրմամբ ու նաեւ ադրբեջանական բենզին գնաց եւ Հայաստան ներկրած ընկերություններից մեկն է, առայժմ դժվարանում է ասել, թե որքանով է այս նոր հնարավորությունը շահեկան բիզնեսի համար։ Մեգատրեյդն այժմ հեղուկ գազը ներկրում է Ռուսաստանից, Վրաստանի տարածքով։ Ընկերության տնօրեն Կարեն Հայրյանն Ազատության զրույցում ասաց, որ դեռևս պետք է ուսումնասիրեն ադրբեջանական երկաթուղով հեղուկ գազի ներկրման հնարավորությունները։ Կախված է լինելու սակագնից, տեղափոխման արժեքից, այդ ուղու ծանրաբեռնվածությունից, բազմաթիվ տնտեսական գործոններ կան։ Իհարկե, հավելյալ ուղին միայն դրական էֆեկտ կբերի։ Ձեռներեցները գները կնայեն, տնտեսական շահավետությունը կգնահատեն։ Եթե մեկի փոխարեն երկու այլընտրանքային ճանապարհ կա, դա միշտ լավ է։ Իհարկե, այդ ուղությունը չի կարող մեզ չհետաքրքրել որպես գործարար, բայց դա պետք է ուսումնասիրել։ Ինչ վերաբերում է բիտումին, որն օգտագործվում է ճանապարհաշինության եւ շինարարության մեջ որպես կապակցող նյութ, ապա այս շուկայում էլ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրվում է։ Անցած ամռան օրինակ Իրանա-իսրայելական պատերազմի ընթացքում Իրանից բիտումի ներկրումը Հայաստան գրեթե դադարեցվել էր։ Ներկրողները պահեստային պաշարներն էին օգտագործում։ Հայաստանը, որ այս նավթամթերքը Իրանից բացի գնում է նաեւ Ռուսաստանից, անցած տարի ներկրել էր շուրջ 100,000 տոննա բիտում։ Նավթամթերքի ներկրման այլընտրանքային հնարավորություններին զուգահեռ փորձեր են արվում նաեւ Հայաստանում բիտումի արտադրություն կազմակերպելու համար, առայժմ
առանց գործնական արդյունքի։ Իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Mega Production ընկերությունը դեռ 2022-ի վերջին ձեռք էր բերել Սուրենավանի բիտումի գործարանը, որը մինչ այդ պատկանում էր ռուսական Ռոսնեֆտին։ Սուրենավանի բիտումի գործարանը սակայն առ այսօր արտադրանք չի տալիս, գործարանը դեռևս հավելյալ ներդրումների կարիք ունի։ Եթե Հայաստանը անցած տարեվերջից ադրբեջանական բենզին է ներկրում եւ Ադրբեջանի երկաթուղին տարանցման համար օգտագործում, ապա Բաքուն գոնե հրապարակային մակարդակում մինչեւ օրս անպատասխան է թողել թե հայկական ապրանքներ ներմուծելու եւ թե Հայաստանի տարածքը բեռնափոխադրումների համար օգտագործելու Երևանի առաջարկը։ Պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։